Սիրելի հայրենակիցներ, բարի օր, ինչպես եւ արդեն ավանդաբար ամեն երկուշաբթի 2:30 րոպեին Արտուր Խաչիկյանի եւ իմ փոդքասթն է ուղիղ եթերում, այն հեռարձակվում է Live News լրատվականի ուղիղ եթերով եւ ինչպես միշտ դուք կարող եք միանալ մեր եթերին եւ մեր զրույցի ընթացքում հարցեր ուղղել, մենք կաշխատենք ձեր բոլոր հարցերին պատասխանել։ Բարի օր Արտուր եւ այսպես Քարոզարշավի այսօր 4-րդ օրն է եւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, ով վերցրել է արձակուրդ, իր քաղաքական թիմի հետ միասին դռնեդուռ ընկած, ժողովրդին փորձում է ուտացնել մի գաղափար, խաղաղություն, որի իրական լինելը մեծապես կասկածի տակ է եւ մենք տեսնում ենք, որ այսօր առավոտյան օրինակ ինքը Երևանի մետրոպոլիտենում էր, իդեպ ասեմ, եթե մարզերում քիչ թե շատ նրան հաջողվում իր մանիպուլատիվ կոդերը աշխատացնել, ես որ նայում եմ իր մարզային հանդիպումները, տպավորություն է, թե Հայաստանի Հանրապետության ղեկավարները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, ինքն էլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ մենակ իրանցից է խոսում 8 տարի է երկրի ղեկավարը ինքն է, բայց մարզային հանդիպումների ժամանակ ինքը շարունակում է նախկին իշխանությունների հետ խոսել, իշխանություններից խոսել, բայց այսօր մետրոպոլիտենում մենք տեսանք, որ Երևանում առնվազն իրեն չի հաջողվում այդ իր մանիպուլատիվ կներեք հայրենակիցներ այդ կոպիտ բառի համար կտերը ուտացնել եւ օրինակ քաղաքացիներից մեկը ասեց Այս ամենը ինձ թոշակ մի պետք չէր բարձացնել, դու իմ հայրենիքը չտայիր, մյուսը վերադարձրեց այդ կրծած այդ ինչ որ զնաչոկը ասեց ես իմ հայրենիքն եմ ուզում, մյուս քաղաքացին ասեց, որ դե եթե այդքան լավ ես Ալիևի հետ, Ալիևին ասա թող Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից դուրս գա, այսինքն մենք տեսնում ենք, որ առնվազն Երևանում ինքը լրջագույն խնդիր ունի եւ մի բան էլի, ուզում չեմ կարող չասել էլի, տեսա երեք կապանում սենց մի հատ կին իրան սենց կոտորելով վազում էր Նիկոլին ձերտամ տեսնեմ դուք իրական եք թե չէ, հա իրական է, հանձնված Արցախն էլ է իրական եւ այն որ Սյունիքից այս ռեժիմի պաշտոնավարման տարիներին Սյունիքի բնակչությունը 20,000-ով պակասել է տիկին, դա էլ է իրական։ Խնդրեմ Արտուր, ինչպես կբնութագրես ընդհանրապես, կուզենամ որ անդրադառնաս եւ Նիկոլի Քարոզարշավին եւ մենք տեսնում ենք որ ընդդիմադիր ուժերն են Քարոզարշավի մեջ եւ ընդդիմադիր ուժերի Քարոզարշավին եւ ասես ինչ պիտի անի ընդդիմությունը այս ռեժիմին առավել ուրեմն ռեալ արգումենտացված փաստարկված հակազդելու համար Բարև Նայրա ջան, բարև, շատ լավ սկսեցիր մեր ոդքասթը, շնորհակալ եմ, որ դրական բաներով սկսեցինք։ Մեր ժողովուրդը հիմար չէ, մեր ժողովուրդը վախկոտ չէ, մեր ժողովուրդը ստամոքսով եւ աղիքներով Այո, ինչպես փորձում են ներկայացնել, այո։ Մեզ ներկայացնել, մեզ դարձնել ուտող խմող աբորիգեն, որոնք Արցախն էլ հանձնեցին, Մեղրին էլ հանձնեցին մենակ իրանց գիշկաների մեջ արաղ ու գառի միսը չպակասի։ Մենք այդ ժողովուրդը չենք, այդ մետրոյում կին չգտավ, չէ, գորգորավերեն երեխայով կին չգտավ։ Չէ, տղամարդիկ էին, ովքեր իդեպ շատ արժանապատիվ ասում էին։ Այո։ Մեր հայրենիքը տվեք, այո։ Այո, հայրենիքը, հա, լավ է, հիշեցինք, չենք մոռացել։ Ինչու գյուղերում տենց, Նայրա ջան, որտեվ գյուղերում հմեկն է։ Հմեկը Գեբելսը գալաթ է արել։ Գեբելսը հմեկի առաջ գալաթ է արել, այդ որ Ստալինգրադը հանձնում էին, այսինքն ոնց էին հանձնում, ոչնչացվեց 6-րդ բանակը, Գեբելսը գերմանացիներին ասում էր, որ Ստալինգրադում մենք հաղթում ենք։ Այսինքն հմեկը կարողացավ անել մի բան, որը անգամ Գեբելսը չկարողացավ անել, Հիտլերի օգնականը։ Դրա համար են գյուղերում այդպես վերաբերվում են։ Այն կինը, որը գալիս է գամ քեզ ձերտամ եւ այլն, դե խոսացել ենք սրա մասին։ Մեզ պետքա հոգեբուժ, մեզ պետքա մասնագետ, որը մեզ սովորացնի աղանդի ղեկավարի հետ ոնց են պայքարում, երբ որ մարդիկ աստվածացնում են իրենց աղանդի ղեկավարին, ասում են երեխեքից կյանքից տարիներ հետ արդեն մարդու լեզուն ոնց է պատտվում, էլի բան ասի։ Երեխայիս կյանքից խլեմ քեզ տամ։ Դա ծայրահեղ հիվանդություն է, մեզ պետք է արտասահմանից ինչ որ սպեբան բերել, մասնագետ բերել, որ աղանդների դեմ պայքարել։ Հիմա
Դու Նայրա ջան, դու ինձ ուղի, ասում ես Ղարաբաղը հանձնեց, սուտ ասեց, դե բոլորս գիտենք, հա հանձնեց, փորձեց գցել Սերժ Սարգսյանի վրա, բայց մենք այդքան էլ հիմար չենք։ Իսկ այդ մեղրի հանձնումը ո՞նց է իրան հաջողվում մարդկանց համոզել, որ նա մեղրին չի հանձնել։ Եթե ես գամ քո տանը, քո բնակարանում թուղթ ստորագրեն, որ քո բնակարանի 74%-ը ինձ է պատկանում։ Քո տան տերը ով է։ Նայրա, մի հատ բացատրի, մենք մեր ժողովրդին բացատրենք, ոնց կարելի է մարդկանց սենց խափել, եթե դուք 74%-ը տվել եք Միացյալ Նահանգներին, Տրամպն էլ հեսա մի քանի ամիս հետո գնալու է, այնտեղ Թուրքիան, Ադրբեջանն են հարց լուծելու, որովհետև նրանք ասել են, սա մեզ համար կենսականորեն կարևոր ճանապարհ է։ Այդ 74%-ը, որ զիջել ես, մարդիկ ոնց չեն տեսնում, որ մեղրին էլ է նա հանձնել։ Ոնց բացատրենք մենք դա, ասա։ Արտուր ջան, արի ես ինձ դնեմ հիմա Նիկոլի տեղը եւ ասեմ ինքը ինչ է ուտացնում, այդ մարդկանց ինքը ասում է, այո, մենք մեղրու այս ճանապարհը 49 տարով, հետո եւս 50 տարի երկարաձգելու պայմանով տվել ենք Միացյալ Նահանգներին, բայց դու դեմ ես, որ դու քո ճանապարհում մենք աղքատ ենք, մենք այդքան փող չէինք կարող դնել, պատկերավոր, եթե հիմա դու քո տան 74%-ը 49 տարով 11-ին Նիկոլը կասի, հա, բայց քո աբոյը դու չէիր կարող փոխել, հիմա Արտուր գալու է Թրամփը եւ քո պատերը ոսկուց է սարքելու, հետո 49 տարի հետո Թրամփը գնալու է, դու քո պատերի ոսկին քերելու ես, հասկանում ես, ինքը այդպես կարողանում է մարդկանց ասել, դու աղքատ ես, տվել եմ հարուստին, գալու է եւ դու քո վարձակալության դիմաց, որ քո տարածքը տվել ես վարձակալությամբ, դառնալու ես միլիոնատեր։ Հիմա Արտուր, եթե մեկը քեզ ասի, արի քո տունը, ուրեմն տան 74%-ը 49 տարով, ամիսը $10,000 վարձակալություն տուր չես տա, վազելով կտաս։ Ինքը այդպես, որտեվ ես եղել եմ Մեղրիում, ես զրուցել եմ ժողովրդի հետ, ասում են Նայրա ջան, բայց դու պատկերացնում ես, այստեղ դառնում է ուրեմն մաքսազերծված գոտի, այստեղ դառնում այն նախկին մետաքսի ճանապարհի խաչմերուկ, մենք բոլորս դառնալու ենք միլիոնատեր, մենք էլ ձեզ երևանցիներիդ կպահենք, եւ ինքը եկեք մարդկանց չմեղադրենք, ինքը ուտացնում է դա։ Ուտացնում է, հիմա մենք էլ ուտացնենք, Նայրա ջան։ Այդ մետաքսի ճանապարհը Չինաստանից որ երկրներով է անցնում, մոտավորապես Կենտրոնական Ասիայով անցած կլինի, չէ, Ղազախստանով անցնում է։ Այո։ Ղազախստանը իր տարածքը 74%-ը տվել է ուրիշ երկրին։ Բայց ոնց է որ Ղազախստանի տարածքով անցնում է, Ղազախստանը օգտվում է, դրա փողից օգտվում է, բայց չի հանձնում։ Թուրքմենիստանով անցնում է, հաստատ անցնում է։ Թուրքմենիստանը իր տարածքը տալիս է երրորդ երկրին 74%-ով։ Վրաստանով անցնում են կոմունիկացիաներ, անպայման անցնելու է։ Այո։ Վրաստանը իր տարածքով կորիդոր տվել է 74%-ով երրորդ երկրին։ Արել է տենց ոչ։ Թուրքիան, Ադրբեջանով կոմունիկացիաներ անցնում են, Իրանով կոմունիկացիաներ անցնում են, Իրանի հյուսիսային մեր եւ Իրանի սահմանի երկայնքով հիմա նոր ճանապարհ են կառուցում։ Իրանը իր տարածքը տվել է։ Իրան, այսինքն, եթե դու ուզում ես ներդրումներ լինեն, ասել մեծ սիրով եկեք ներդրեք, առնվազն 51%-ը մերն է, առնվազն 51%-ը, որ մենք կարողանանք վերահսկել այս տարածքը։ Ասենք 20%-ը թող լինի Ամերիկան, 20% լինի, չգիտեմ, Միացյալ Արաբական Էմիրատներ, Չինաստան, ապրես, Չինաստանը, Իրանը, Արաբական Էմիրատները, ամեն մեկը 10%, մենք էլ 51%։ Դա նշանակում է, տերը մենք ենք, հսկիչ փաթեթը մեր ձեռքում է։ Ապրես, այդ բառն էի փնտրում, հսկիչ փաթեթը մեր ձեռքում է։ Այսինքն քո ասած օրինակում, ես կասեի, եթե բնակարանը ուզում եք վարձեք, չնայած ոչ մեկին խորհուրդ չեմ տա, ոչ մեկին վարձով տալ, ջարդում, քանդում, ավիրում են ամեն ինչ։ Եթե վերցնեք 51%-ը ինձ 10%-ը էս մի մարդուն, 10%-ը էս մի մարդուն, էս մարդուն։ Դուք ձեր փողը ներդրում եք, փողը ստանում եք։ 100 տարով ոչ ոք պայմանագիր չի ստորագրում։ Այսպիսի բաներ ասել են միլիոն անգամ։ Ստորագրել էր Եգիպտոսը, երբ որ Սուեզի կանալը զիջեց, եւ Պանաման, որը իր կանալը զիջեց։ Հիմա էլ Տրամպը կռիվազման հետ վերցնի։ Այսինքն քո
Ես հասկանում եմ, դու բացատրում ես, թե նա ոնց է մարդկանց խափում։ Այո, եւ դա շատ շահեկան արգումենտներ ա բերում եւ հավատում են մարդիկ։ Մարդկանց ասեք, մարդկանց բացատրեք, Ժորժ ջան, Չինաստանից մինչև Իրան, մինչև Թուրքիա ճանապարհներ են կառուցվում։ Այդ ոնց եղավ, որ այդ ոչ մի երկիր մերպես չհարիվցրեցին ոչ մեկին։ Բոլորը իրենց տարածքով թույլ են տալիս, որ անցնեն կոմունիկացիաները, ոչ ոք տոկոսը չի տալիս երրորդ երկրին։ Մարդկանց չբացատրենք, որ կարելի էր առանց Զանգեզուրի միջանցքը զիջելու։ Եվ հետո մի հատ ինձ հիշացրա, քանի անգամ են ասում, ոչ մի միջանցք։ Այդ բառը մի ասեք, միջանցք չի լինելու։ Քանի անգամ են ասել։ Հիշում ես։ Հետո մինչև հիմա Թուրքիան, Ադրբեջանը ամեն օր ասում են դեզ Նախորեն Ալիևը եւս ասեց միջանցք, Արտուր ջան, մինչ մեր հաջորդ հարցին, այստեղ ուրեմն մեր հայրենակիցները, Եգոր Աշոտ, շատ հայրենակիցներ են միացել, բոլորիդ ուրեմն բարևներ, արդեն հարցեր կան, բայց ես ուզում եմ, որ մենք հիմա պատասխանես հարցին, Արտուր ջան, ով պիտի մեր հասարակությանը, որովհետև մինչև հունիսի 7-ը 20 քանի օր է մնացել, եւ սա շարքային ընտրություն չի, եւ Նիկոլ Փաշինյանը, ես ինչ որ անդադ իր դիրքերից եմ փորձում հակադարձել քեզ, հիմա շատ բաց խաղաքարտերով է խաղում, ինքը ասում է, ես ընտրվեցի, անելու եմ սա, հանելու եմ անկախության հռչակագիրը, երեք չառաջի օրը Ալեն Սիմոնյանը բաց հայտարարեց, ադրբեջանական որոշ տարածքներ շարունակում են մնալ մեր վերահսկողության տակ, բնականաբար նկատի ունենալով այսպես կոչված Ալիևի ասած անկլավները, Տիգրանաշեն, այնտեղ Տավուշի մարզի որոշ բնակավայրեր, բա ով պիտի ժողովրդին այդ ամենը բացատրի, որ սա սովորական ընտրություն չի, որ դու ուզենաս գնաս, չուզենաս չգնաս։ Հիմա մենք պիտի ինչ-որ բան ասենք, ես եւ դու մեր ընդդիմությանը, որ գնալ Բիսեդկում, ընտրարշավին, ինչ-որ Վալոդ Ձաձայի հետ նարդի կամ շաշկի խաղալով չի, որ ցույց տաս, թե դու ինչ ժողովրդավար ես։ Խնդրեմ։ Ապրես Նայրա ջան, առաջինը պետք է մաքսիմալ շփվել ժողովրդի հետ, պետք է գնալ խոսել մարդկանց հետ եւ որոշ ընդդիմության ուժերը դա անում են, ճիշտ են անում։ Դուք տեսնում եք այս դեմագոգը ոնց է գորգորում 18 թվի իր կներես կտերը։ Այդ եւ այդ մարդը դու ես եւ այդ մարդը այդ հիստերիկ գոռոցները իրա, որ բոլորից խափեց, ասեց ես ձեզ պաշտում եմ, հետո սկսեց մարդկանց ծեծել բանտարկել փողոցներում երիտասարդներ բանով Հայաստանի դրոշով մի երիտասարդներ անցնում հարցակվեցին վրան սկսեցին խեղդել աչքիս առաջ այդ սախ կտերը մենք լսել ենք այսինքն ընդդիմությունը պետք է գնա խոսի մարդկանց հետ այո համոզի որ սա սովորական ընտրություն չի 300,000 ադրբեջանցու վերադարձը մի քայլ հետ չի անում Ալիևը նա ամեն անգամ հիշացնում է մեզ օր կասեք երբ են նրանք վերադառնալու գուցե ես ու դու մի հատ քարտեզ կազմենք թե որտեղ են նրանք գալու որտեվ մեծ մասը երևի լինելու է Արարատի շրջան Սյունիք Թավուշ Վայոց ձոր եւ Գեղարքունիք այո Գեղարքունիք այո եւ օրինակ մեր հայրենակիցը Սերոժա գրելա որ այդ 74%-ը որ ասում եք դա ուրեմն ազերիների եւ Թուրքիայի համար է ես համաձայն եմ հարգարժան Սերգեյ ձեզ բա որ Սերոժը հասկանում է ապրի Սերոժը արտասահմանի 20 միլիոն դոլար ստացողները, որ իրանց դրել են ոչ կառավարական կազմակերպությունների տեղը, ամեն օր սուտ են ասում։ Բա որ հասարակ մարդ մեր հայրենակից հասկանում է 74%-ը տալիս է Տրամպին, Տրամպը վաղը գնալու է։ Թուրքիան, Ադրբեջանը ասում են սա մեզ համար մեր ազգային կենսական շահերի գոտի է, ոնց որ ես ինձ բարի բացատրում եմ։ Այդ ում ձեռնա ընկնելու, Նայրա ջան, դա ում ձեռնա ընկնելու։ Բնականաբար բարձա։ Եթե ես գամ քոտուն, ասեմ Տիկին Զորաբյան, ես ուզում եմ 74%-ը գնել ձեր բնակարանի, իմ հետևը կանգնած լինի, ասենք Ալիևը եւ Էրդողանը, որոնք ասեն, եւ այս բնակարանը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Այդ ում ձեռնա ընկնելու։ Եթե արդեն ասում են, սա մեզ համար է կարեւոր։ Դժվար է հասկանալ, սա ում ձեռնա ընկնելու։ Լավ, այս աստիճանի մենք գիպնոզի տակ ենք ազգովի, որ մարդիկ չեն հասկանում։ Պետքա ցույց տալ 300,000 մարդ, որտեղ են վերադառնալու այդ բոլոր գյուղերը, կետ առ կետ պետքա ցույց տալ, որ այն մարդիկ, ովքեր ուշաթափվում են, ասում են, «Էս մեր Քրիստոսն է», «Վայ, ես իրան տեսա ձեռ տամ մի հատ, էս մեր Քրիստոսն է», սենց որ ուշքները գնում է։ Որ իրանց բացատրենք, ծյոծյա ջան,
վաղը գալու են ձեր տանը ապրեն։ Ղարաբաղը տեսակ ոնց էին դուրս գալիս իրանց տներից։ Ձեր աչքի առաջ չէր։ 3 տարի առաջ չէր, որ ղարաբաղցիները տներից դուրս եկան։ Այդ նույն ձևով գալու են մտնեն ձեր գյուղը, ձեր էլեկտրականությունը անջատեն, ահա նույնպես։ Էլեկտրականությունը, գազը, ջուրը անջատեն, ասեն դե դուրս եկեք, սա ադրբեջանցիներն էր։ Սա իրանց գյուղն էր։ 300,000 մարդ, մեր գյուղում ինչքան մարդ է ապրում։ 1000, 200, 5000, չգիտեմ։ Մաքսիմում, հա։ Հաշվենք 5000, որը մեծ գյուղ է։ Հաշվենք դա այդ ամենամեծ գյուղն է, հա։ Ամենամեծ, ուրեմն առնվազն 60 գյուղ մենք պետքա ազատենք 60 գյուղ։ Դա շատ քիչ է ասում, որովհետև 5000 բնակչություն ունեցող գյուղ Հայաստանում այս պահին երևի չկա, այսինքն 100-150 գյուղի մասին է խոսքը, բայց մենք տեսնում ենք, հա, որ բազմաթիվ մենք նաև սահմանամերձ գյուղեր ունենք, ցավոք սրտի, որոնք դատարկված են եւ մենք շատ լավ հասկանում ենք, այդտեղ Նոստրադամուս պետք չի լինել հասկանալու համար, որ այդ գյուղերը գալու են լցվելու են ադրբեջանցիներով, որովհետև հենց երեկ էր, որ Ալիևը ասեց, իդեպ Ալիևը, իդեպ Արտուր հիմա տեսար, որ երեք պահանջում է նաև, որ ԵՄ դիտորդները դուրս գան Հայաստան-Ադրբեջան սահմանից, Ալիևը հայտարարում է, այդ ինչի եք եկել, այդ ինչի եք կարծում, որ Հայաստանը ուզում եք մեզանից պաշտպանել, Հայաստանը, Ալիևն է ասում, այդ ես չեմ ասում, ասել է երեկ, մեզանից պաշտպանելու խնդիր չկա, մենք Հայաստանից ստացել ենք այն, ինչ որ ուզում էինք ստանալ, այսինքն այս փուլում Ալիևը ֆուլ բավարարված է եւ հաջորդ հարցը ես ավելի քան վստահ եմ, որ ինքը դնելու է ԵՄ դիտորդներին Հայաստան-Ադրբեջան սահմանից հանելու հարցը, ես նենց չեմ ասում, որ ԵՄ դիտորդները կոտորվել են, չգիտեմ ինչ անելով, բայց գոնե, որ ինչ որ էսկալացիա լինի, գոնե որպես վավերագիր, հա, որ այո, մենք տեսանք, որ Ադրբեջանը սկսեց հերթական էսկալացիան, նրանց այնտեղ մնալը, եթե այդքան զզվում եք ռուսներից, գոնե իրանց մնալը կարևոր է, բայց հիմա Ալիևը ասում է, թող իրանք դուրս գան, որտեվ ես Հայաստանից այս փուլում ինչ որ ուզում էի, ստացել եմ։ Հիմա Արտուր ուզում եմ բայց խաղաղության պայմանագիր չեն ստորագրում։ Իհարկե, չի ստորագրելու։ Եվ իրենց չի ստորագրելու։ Պարոն Կալֆեյանն է ասել, իմիջիալոց դրա մասին էլ խոսենք, որտեվ նա այս Եվրոշոուի մասին ամեն ինչ ասեց։ Ֆրանսիացի է, ամեն ինչ բացատրեց, երբ որ ուզենաս հուշի։ Ուրեմն, Ադրբեջանը հայտարարել է ՄԱԿ-ում, որ Ադրբեջանը հիմնվում է որպես հանրապետություն 1918-ից 1920 թվականներին գոյություն ունեցող իրավահաջորդն է, այդ հանրապետության իրավահաջորդն է։ Իսկ այն ժամանակ Զանգեզուրը մեծ էր, ում էր պատկանում։ Այո, մեծ թե ադրբեջանցիներին։ Անընդհատ սահմանները փոխվում են։ Այսինքն այում նա կսպասի, որ իր դեսպանը ընտրվի, հետո կասի ներեցեք, մենք միշտ էլ ասել ենք, որ կա պատմական արևմտյան Ադրբեջան։ Իմիջիալոց հիմա կոնֆերանսներ են անցկացնում Եվրոպայում եւ Ադրբեջանում։ Հիշում եք այս խմբի անդամները ասում էին մեզ սա ներքին լսարանի համար է։ Հիշում ես։ Բացարձակ։ Արևմտյան Ադրբեջան ՀԿ-ի նախագահան Միլի Մեջլիսի падգամավոր է եւ իդեպ մեզ հիմա հետևում է ինչ որ ադրբեջանցի Ռաֆայել, ով ինչ որ զառանցում է, հա, ինչ ասեմ, ենթադրում եմ հայերեն հասկանում է, որ ինձ գրել է աղջի նկատի ունենալով Արցախի դրոշը հանի, ուրեմն ինչ ասեմ, էլի, անասուն, պարզապես, դուք մարդասպան եք, դուք Ռամիլ Սաֆարովի ցեղակիցն եք։ Ես ադրբեջանցիներին չեմ կարող մեղադրել, քանի որ մենք երկրորդ անգամ ընտրեցինք այս մարդուն եւ այս խմբին մենք խոսալու տեղ չունենք։ Եթե երրորդ անգամ ընտրենք, ել ընդհանրապես ոչ մեկից ես ոչ մի գանգատ չեմ ունենալու, մենք կարող ենք խոսալ։ Այո, չէ, հիմա ինչ ասես, հիմա մտած տակը ինչ ասես գրում է եւ շատերը կասեն իրավունք ունի այս Ռաֆայել, հենց հիմա գրում է ինչ ասես, էլի որ այդ դրոշը հանեք եւ հեգնում է Վիլիկայա Արմենիայի կուզում դեստացակ էս ամեն ինչը, բայց մենք հիմա ուզում եմ այս անասուններին չանդրադառնանք, որտեվ նյարդեր չքայքայենք սրանց վրա, ուզում եմ հիմա տեղափոխվենք Արտուր, երկու խնդիր էլ քննարկենք, տեսանք, որ երեք չառաջի օրը բավականաչափ կոշտ, առաջի անգամ երևի, այսքան կոշտ խոսեց Ռուսաստանի նախագահը, ըստ էության ասելով, որ եթե Հայաստանը շատ արագ
որոշում չկայացնի ԵԱՏՄ թե ԵՄ, մենք ինքներս Հայաստանին դուրս քաղաքավարի ձևով դուրս կհրավիրենք ԵԱՏՄ-ից։ Ես ուզում եմ դրա հետևանքների մասին մի երկու բան ասես, եւ եթե այդ հետևանքները ինչի մասին ես եւ դու շատ ենք խոսել, մեր ժողովրդի համար ընդունելի է, որտեվ մեր հայրենակիցներից մեկը ուրեմն գրել է ազատ խոսք, ինչ է սպառնում Հայաստանին Պուտինի հայտարարությունից հետո, խնդրեմ Արթուր։ Այո, Ռուսաստանի բաժակը լցվել է, համբերության բաժակը լցվել է, որտեղ այս մարդը անընդհատ շուստրիություն է անում, գնում է այնտեղ սկսում է ժպտալ, ձեռ սեղմել, ասել մենք եղբայրական ժողովուրդներ ենք, հետո գալիս է այստեղ իր խոսքը փոխում է, այսինքն հիշում ես մեզ ասում էին դուք ռուսաստրուկ եք։ Իսկական ռուսաստրուկը դուք եք, որովհետև դուք այնպես արեցիք, որ մեզ հետ այսպես խոսում են Մոսկվայից։ Մեր ժամանակ, այսինքն առաջի, երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ մեզ հարգում էին, մեր հետ հավասարը հետ են խոսում։ Գոնե հավասար հարգանքով։ Իսկ հիմա տեսեք ոնց են մեզ հետ խոսում։ Այո, նա բավականին քաղաքակիրթ ձևով ասեց, որ ոնց ասեց մягкий интеллигентный развод։ Այսինքն քաղաքակիրթ ապահարզան։ Ապրես, քաղաքակիրթ բան, развод, ապահարզան, այո։ Այո, ապրես, հայերենը շատ լավն է։ Ուրեմն ասում եմ մենք քաղաքակիրթ ձևով, այո, կբաժանվենք։ Ես քանի տարի եմ ասում, եթե կին ու տղամարդ չեն կարողանում իրար հետ նորմալ ապրել, անընդհատ կռվում են կամ պետք է հաշտվեն կամ պետք է բաժանվեն, դե բաժանվեք։ Ես քանի անգամ ենք մենք ասել դուրս եկեք ԵԱՏՄ-ից, հենց եկեք, հենց մի հատ ստորագրության հարց է, հանեք ձեր ստորագրությունը ԵԱՏՄ պայմանագրի տակից դուրս եկեք ու դրա հետևանքների մասին բայց ժողովրդին ասեք։ Արարատ Միրզոյանը սպառնացել է երեք Պուտինին, լսել ես։ Ասել է մենք կորոշենք, ուրեմն մենք կորոշենք, երբ դուրս կգանք։ Հա, դե ուրեմն գիտես ինչու հիմա նրանք դա չեն անում, որովհետև երբ որ Հայաստանում կատաստրոֆա սկսվի ընտրություններից հետո, էլի ժողովրդին ծեծելու են, մարդիկ որ դուրս գան փողոց ասեն մենք էլեկտրականություն չունենք, գազ չունենք, սնունդ չունենք, աշխատանք չունենք, էս ինչ արեցիք, 100 հազարավոր մարդիկ վերադառնան Ռուսաստանից, իմիջիալուց նա ասեց միգրացիոննի պրոբլեմը, նա նշեց, որ միգրացիոնի այո Այո, դե ճիշտ է ասում, ըստ օրենքի, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, մենք պետք է վիզա ստանանք Ռուսաստան գալու համար եւ աշխատանքի իրավունք ստանանք Ռուսաստանում, ըստ օրենքի, դա մեզ համար չի մտածել։ Ուրեմն, դու շատ լավ հասկանում ես, ինչու նրանք հիմա դա չեն անում, որովհետեւ եթե հիմա անեն եւ ժողովուրդը տեսնի հետևանքները, նրանք չեն ընտրվի։ Նրանք սպասում են, որ էլի կեղծ են ընտրությունները մնան իշխանության, հետո դրանից հետո արդեն սկսեն դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ ժողովուրդը որ բողոքի, որ Հայաստանում գիտես չէ ինչա լինելու, մեր տնտեսությունը փլուզվելու է, մեր էլեկտրականության գազի գինը 3 անգամ բարձրանալու է, սնունդի գինը բարձրանալու է, էքսպորտները սահմանափակվելու են, իմպորտները սահմանափակվելու են, մեր 50%-ը մեր առևտրի Ռուսաստանն է սկսվելու, գները 3 անգամ բարձրանալու են, 100 հազարավոր մարդիկ Ռուսաստանից գալու են Հայաստան ապրելու, իրենց հրավիրելու են լքել Ռուսաստանը։ Այդ ժամանակ որ ժողովուրդը հասկանա, թե սա ինչի է բերել եւ դուրս գա փողոց, բանին, էլի սարերից կհավաքեն, ինչքան հովիվ կա կդարձնեն բան ոստիկան եւ կսովորացնեն ժողովրդին ծեծել։ Դրա համար են ասում մենք կորոշենք, այսինքն հիմա թողեք մենք ընտրվենք, հետո մենք բոլորին կծեծենք կնստացնենք։ Հա, բայց հասկանալի է, չէ՞ որ Ռուսաստանը ասեց վերջ, դուք ժամանակ չունեք, այստեղ մեր հայրենակիցը հարց է գրել եւ ուզում ա որ ես պատասխանեմ, դուք գիտեք որ ես օբյեկտիվ մարդ եմ, նախ ես էլի եմ ասում, թեկուզ Նիկոլի կամ որևէ մի իմ քաղաքական օպոնենտի հասցեին անձնական վիրավորանքը, ես նույնիսկ չեմ ուզում կարդամ ինչ եք գրել, ես պնդում եմ, որ այս տեղեկատվությունը սխալ է, Նիկոլ Փաշինյանի հայրը, որին ես ճանաչել եմ եւ որպես հայկական ժամանակի լրագրող այդ 10 տարիների ընթացքում բազմիցս շփվել եմ հոր հետ, եղել եմ իրանց տանը, իր հայրը հայա, չի կարելի այսպիսի բաներ գրել։ Գիտեք, երբ որ մենք այսպիսի fake տեղեկատվություններից ենք կարճում, հա, դա ազնիվ չի, որտեղ մենք այնքան հակաարգումենտ ունենք, թե ինչ արել էս ռեժիմը, որ հիմա ասում են հայրը ադրբեջանցի է, ոչ, նրա հայրը բացարձակապես եւ միանշանակ հայ է, որին ես 1000 անգամ տեսել եմ, իրենց տաններ շփվել եմ։ Խնդրեմ։
Իսկ այդ ճիշտ է որ նա զգուշացրել է որ իրան չընտրեն։ Տենց բան եղել է, դա էլ է։ Այո, այդ կադրերը, չէ, այդ կադրերը կար, որ իրեն հարցրեցին, ինչ կասեք, որ ձեր որդին ընտրվի վարչապետ, այդ այսպես կոչված թավշյա տերորի առաջի օրերն էր, հայրը շատ այսպես արժանապատիվ ասեց, որ ես կարծում եմ, որ մեր երկրում վարչապետ լինելու համար շատ ավելի խելացի մարդիկ կան, հայրն է ասել։ Դե խելացի մարդեր փաստորեն պետք է լսենք։ Նայրա ջան, դու խոսեցիր Ռուսաստանից կտրվելու հետևանքների մասին։ Մեր ժողովրդին ինչ են ասում, որ հեսա կբացվի սահմանը, դե պարզ է որ միանգամից ամեն ինչի գները 3 անգամ կբարձրանան Հայաստան։ Մեզ ինչ են ասում, հեսա բարձելու ենք Թուրքիայի հետ սահմանը, Թուրքիայի հետ առևտուր կանենք եւ այլն։ Ես էլի ամիսներով ասել եմ, որևէ մեկը լուրջ հետազոտություն արել է հետևանքների, թե ոչ։ Արի ես ու դու փորձենք։ Ես այսօր նայեցի մի քանի աղբյուրից եւ բանով, արհեստական բանականություն եւ աղբյուրներով։ Նայեցի թե ինչ գներ ունեն թուրքական ուրեմն թուրքական արտադրանքը մթերքը Վրաստանում եւ Ռուսաստանում ինչ գնով է վաճառվում։ Արի սկսենք, որ դու գները շատ լավ գիտես։ Ես արդեն մի քանի ամիս չեմ եղել, բան գիտես ոնց եղավ։ Օրինակ, ինչքան արժի Հայաստանում հավի կիլոն, մի հավի կիլոն, մոտավորապես ինչքան արժի։ Մոտավորապես 3-ից 3.500 դրամ։ Տավարի միսը ֆիլեն կներեք էլի սիրելի հայրենակիցներ, որ այսքան մանրանում ենք, դարձել է 6500 դրամ։ Փարիզի գին, ասեմ իմանաս։ Այո։ Լոլիկը 1300 դրամ, պամիդորը։ Հիմա պատկերացնում եք, որ թուրքական պամիդորը մտավ կոպեկներով, մեր գյուղացիները իրանց այդ պամիդորի արտերը պտի սենց թաղեն կամ կոպեկներով տան թուրքերին ու ադրբեջանցիներին։ Խնդրեմ Արտուր։ Ուրեմն ես կազմեցի մի ամբողջ ֆայլ, որտեղ այս ամեն ինչը գրված է։ Ես համեմատեցի Հայաստանի գները եւ թուրքական էքսպորտների գները։ Իդեպ այնտեղ հիմա մեծ ինֆլյացիա է։ Ուրեմն 10-ից մինչեւ 40% մեր արտադրանքը ավելի թանկ է։ Եթե նայում եք, պանիր, կաթ, ամեն ինչը, բանը, կանաչի եւ այլն։ Դե պարզ է, որովհետեւ Թուրքիայում ավելի մեծ ընկերություններ են, խոշոր ընկերություններ են։ Եթե ձեր ընկերությունը ավելի մեծ է, դուք կարողանում եք ավելի էժան ձևով արտադրել։ Բերի հողերը ավելի շատ են, ավելի մեծ երկիր է։ Իրանց տեքստիլը 3 անգամ էժան է։ Բերելու են այստեղ եւ մեր գյուղատնտեսություն, այն մի հատ որ, չգիտեմ, այն Նիկոլի հետ սերտաճած լֆիկ սամոկա, այդ քո Ալեքս տեքստիլի գրուպը մեռնելու է։ Այո, հիմա բացատրենք, նայենք, օրինակ հավի գինը դու ասեցիր, նայ հավը Վրաստանում վաճառվում է մոտավորապես 2000 դրամ, իսկ Հայաստանում ինչքան է? Կրկնակի, մի 40%, ավել, այո։ Մեր գյուղացիներին բացատրենք, խելոք մարդիկ են, ապրի Սերոժը, նայ, գալիս ես խանութ, ընդեղ գրած է հայկական հավ 4000 դրամ կիլոն, կողքը դրածա թուրքական հավ ավելի սիրուն երևի բանի մեջ ու պակովկայի մեջ 2000 դրամ, դու որն ես առնելու։ Իհարկե 2000-ը։ Իհարկե 2000-ը։ Իսկ 4000-ի տերը ինչ է լինելու, որ իր արտադրանքը կործանվելու է, գնալու է, իր հավերին մորթելու է, կամ եւ իր այդ ֆերման վաճառելու է թուրքերին, պարզ չի, նույն լոլիկը, նույն բադրջանը, նույն ես չգիտեմ, սմբուկը, ասեմ սմբուկ կեսը չեն իմանում դրա համար են բադրջան ասում, ոչ թե ես չգիտեմ բադրջանը ոնց է գրական հայերենով, մեր գյուղատնտեսությունը ուղղակիորեն ոչնչանալու է, որովհետեւ հավատացնում եմ ձեզ, իրանցը ոչ միայն էժան է, այլև քանի որ այնտեղ խստագույնս Թուրքիայում արգելված է անորակ պարարտանյութեր եւ սելիտրաներ օգտագործել, ստեղ վերահսկողություն չկա, 10 անգամ էլ ավելի որակով է ես եւ մյուսները գնալու ենք բնականաբար առնենք նա որը էժան է եւ նա որը որակով է, կարող է մի 2 օր գրենք ոչ թուրքական ապրանքին ինչ որ ակցիաներ անենք, հա սենց իբր ֆեյք հայրենասիրություն ցույց տանք, բայց դա ֆեյք հայրենասիրության հարց չի, եթե լինելու է էժանը եւ որակով է, դու չես կարող քաղաքացունը ասել գնար 3 անգամ թանկը եւ 1000 տեսակ պարարտանյութերով թունավորվածը։ Հիմա ոնց բացատրենք քո ասած կնոջը, ես ոչ մեկին չեմ ուզում, ոչ վիրավորել, ոչ ցավ պատճառել, բայց այն կնոջ որ ասում է ես քեզ տեսա, արի ես քեզ ձեր տամ։ Շոշափեմ տենասիրական եք թե ոչ։ Շոշափես, այո։
Ասենք ծոցա ջան, դուք գյուղում ապրում եք, ձեր գյուղի բոլոր արտադրողները, սնունդ արտադրողները, նրանք տակ են տալու, դուք բանկրոտ եք դառնալու, դուք կորցնելու եք ամեն ինչ, դուք չեք կարողանալու վաճառել ձեր արտադրանքը, թողել գնալու եք Ռուսաստան։ Ոնց բացատրենք։ Ռուսաստան չեն կարա գնան։ Էլ Ռուսաստան չեն կարա գնան։ Այո, արդեն Ռուսաստան։ Եվրոպական միությունն էլ ասելա, որ 100 տարի իրանք իրանց սահմանները ընդլայնելու որևէ ծրագիր մեր ռեգիոնում չունեն։ Նորից եմ ասում, եթե իմանամ, որ Եմեն մեզ հիմա կընդունի եւ կասի, որ մեր տնտեսության, գյուղատնտեսության համար շուկաները բացում է, ես հենց հիմա սենց մի հատ Եմը կգրեմ դոշիս եւ ոտով կվազեմ դեպի Մարսելիոզը երգերով կվազեմ դեպի Arc de Triomphe, հա, այստեղ մեր ուրեմն Նելինա Ֆրանսիայից բարևում, հա, Նելին էլ որ լուղդի մոտ ապրում նոր իմացանք, այնտեղից կգա եւ կմիանա մեզ, բայց սիրելի հայրենակիցներ, Եվրոպական միությունը ասել է առաջիկա շատ երկար տասնամյակում մենք հատկապես այս հարավ-կովկասյան ռեգիոնից նոր անդամակցություն չի լինելու եւ մեր ժամանակը մոտենում է Արտուր ջան կուզենամ մի քիչ էլ անդրադառնաս մեր ընդդիմությանը անելիքներին ինչ պիտի անի մեր ընդդիմությունը ժողովրդի հետ նարդի խաղալուց բացի կպատասխանեմ հարցից սիրելի Նայրա հետո երկու բառ կասեմ շատ կարճ Ֆիլիպ Կալֆայանի հետ իմ խոսակցության մասին ուրեմն ընդդիմությանը ես խորհուրդ կտամ նախ իրար տակ չփորել, հազար անգամ ասել ենք, ներկայացնել մի ծրագիր, խաղաղության ծրագիր ընդդիմադիր ուժերի, դե նախ քո ասածը, պարտավորություն ստորագրել, որ չեն միանալու այս սատանայական խմբին, եթե ընտրվեն, չեն միանալու իրանց, ներկայացնել մի ամբողջական ծրագիր, խաղաղության, որտեղ այս խումբը անընդհատ բոլորին խաբում է, որ մենք խաղաղություն ենք բերել, 7 անգամ պատերազմ են բերել, խաղաղությունից են խոսում։ Թող ընդդիմությունը ներկայացնի մի ծրագիր եւ թող գնա գյուղեր, խոսա մարդկանց հետ։ Այս թվերը, որ ես ու դու հիմա նշում ենք, թող գնան գյուղերում, ասեն ժողովուրդ ջան, անջատեք հմեկը անջատեք։ Հեսա ինտերնետով նայեք, սա թուրքական արտագիննա, սա ձեր արտադրանքի գիննա, դուք տակ եք տալու, դուք բանկրոտ եք դառնալու, հասկացեք։ Այդ գյուղերը, որտեղ մեծ մասը մարդկանց գնում է Ռուսաստան աշխատելու, որ հետո փող են ու իրենց անշնորհակալ ընտանիքի անդամները երևի չեն էլ գնահատում։ Այն մարդիկ, ովքեր գնում են ձեզ սնելու, այդ մարդիկ գնալու տեղ էլ չեն ունենալու։ Պետքա գնալ գյուղերում այդ մարդկանց հետ խոսալ։ Հետո, չգիտեմ, նկատեցիր թե չէ, մեր բանի տակ, ինտերվյուի տակ Վարդան Ղուկասյանի կողմնակիցներն են շատ գրում, դուք աջակցում եք, չեք աջակցում։ Մենք ոչ մեկին էլ չենք ասելու, ասենք ես անձամբ ոչ մեկի հետ կապ չունեմ, ում ուզում եք ընտրեք, ասել եմ, եթե պարոն Ղուկասյան ընտրել, մենակ խնդրեմ, եթե իրան ընտրեք, գոնե հայոյելուց առաջ ինչ որ բան տա, զգուշացում տա, որ երեխաներին եւ կանանց հանենք տնից, հետո հանգիստ կլսենք իրան։ Մենակ այդ մի քիչ մեզ զգուշացնի, այդքան բան։ Ուզում եք իրան էլ ընտրեք, ում ուզում եք ընտրեք, դուք որոշեք։ Մենակ տանը մի նստեք, հասկացեք, որ հունիսի 8-ին Հայաստան կարող է չլինի, եթե դուք տանը մնաք ու այս աղանդի անդամները գնան իրան ընտրեն։ Սա է ամենակարևորը, որ դուք пассив չմնաք։ Հիմա շատ վերադառնալով քո կետին, թե մենք ԵՄ դառնալու ենք, անդամ դառնալու ենք, թե չէ։ Ես խոսացի ոչ թե Պլինտուսի տակի դպրոցը չավարտած բլոգերների հետ, որոնք ընդհանրապես ոչ մի կրթություն չունեն, մենակ դոլար են ստանում ու էշեշ խոսում են։ Ես խոսեցի Փարիզ Ասաս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ֆիլիպ Ռաֆի Կալֆեյանի հետ, որ ամբողջ կյանք ապրել է Ֆրանսիայում, ծնվել է Ֆրանսիայում եւ դասավանդում է Ֆրանսիայում։ Այսինքն դուք իրան ընդհանրապես իր հետ կոնկուրենցիա չեք կարող կազմել իրան։ Ուրեմն ինչ է նա ասում։ Ոչ մի նոր բան փաստորեն չի ստորագրվել, բեզվիզ չի լինելու, նա ասում է, այնտեղ գրված է, որ մենք շարունակելու ենք քննարկումները, շփումները, սեմինարները, որպեսզի լինի առաջընթաց, որպեսզի մենք էլի քննարկենք եւ շփվենք 5-10 տարի։ Առաջին, երկրորդը ոչ մի ԵՄ անդամակցություն, ոչ մի ռազմական դաշինք Եվրոպայի հետ, Ֆրանսիայի հետ այդ սուտ ստրատեգիական ինչ որ չգիտեմ ինչի փաստաթուղթը այնտեղ գրած է ոչ լետալ, ոչ մահաբեր զենք։ Այսինքն մեզ տալու են խորհուրդ, էժան խորհուրդ։ Գալու են ասել են սենց արեք, նենց արեք, մենք դες տրեյնինգ։ 2 հատ արդեն կա, 2 հատ Airbus, 4 հատ վերտալոտ, վերջ, որոնք պատերազմական իրավիճակներին հարմարեցված չեն, այսինքն ոչ հարձակվողական զենքեր։
Այո, այսինքն Ուկրաինային տալիս են աշխարհի զենքը, Այո, հազարավոր, տասնյակ հազարավոր դրոններ, հրթիռներ, տանկեր, հավիցերներ մեզ տալիս են քաղաքացիական ինչ-որ բաներ, ուղղաթիռներ, որ Թուրքիան չբարկանա, գիտես, չէ՞ ինչ է այտենց, որ Թուրքիան չբարկանա։ Մեզ տալիս են 3.5 ռադար, որը կես ժամում 10 անգամ ասել եմ, կես ժամում մի հատ հրթիռ է գալիս, այդ ռադարի սիգնալին հետևում է, ռադարը պայթեցնում է։ Նայ Իրանը քանի ռադար է ոչնչացրել եւ ինչպիսի արագությամբ, այն էլ ամերիկյան ռադար, միլիարդավոր դոլարներով կառուցված ռադար։ Մեզ ոչ մի ռազմական պաշտպանություն ոչ ոք չի առաջարկում, ռազմական դաշինք չի առաջարկում, ՆԱՏՕ չի առաջարկում, բաներ, երաշխիքներ չէ, այդ բոլոր այդ խրխրխյան շրշրջանների խոսածները, այդ բոլոր խոստումները դուրս եկավ սուտ, բացարձակ սուտ, որի համար դուք հանձնեցիք Ղարաբաղը եւ Մեղրին։ Եվ դա ասում է Ֆրանսիայում դասավանդող միջազգային իրավունքի մասնագետը, որը ինձանից էլ քեզանից էլ շատ ավելի լավ է հասկանում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը։ Հետո նա ասում է, ձեզանից պահանջում են, որ դուք փակեք ձեր ատոմակայանը, որը բերելու է կոլապսի։ Դա բերելու է տնտեսական կոլապսի։ Դու 90-ականները հիշած կլնես, ես շատ լավ հիշում եմ, ոնց էինք մի ձեռով լողանում։ Այո։ Դույլը դնում էիր գազի վրա, տաքացնում էիր ջուրը, գնում էիր կանգնում էիր բանային, այսենց քո վրա ջուր էիր լցնում, հետո գիշերները պալտոյով քնում էինք, ու սենց շնչում էինք, ես սովորել եմ։ Պետք է սենց շնչես, ներս շնչես, որ ջերմությունդ բան չանես, չկորցնես։ Մենք այդպես ապրել։ Դուք այդպես եք ուզում ապրել, որ մեր երկրորդ Քրիստոսը հարություն ունի։ Ինչ-որ մի մասը կարող է ուզում է այդպես ապրել, Արտուր ջան, պետք է իրաց խանգարել։ Բայց գիտես, ես չգիտեմ այդ մարդը իսկականից հարություն կարող է առնի թե չէ, բայց ես հաստատ հարություն չեմ առնի։ Ես չեմ ուզում այդպիսի պայմաններում մեռնեմ։ Դու գիտես չէ՞ որ մարդիկ մահանում էին, մեր խեղճ դե որոշ հասակի մարդիկ մահանում էին, իրանց չէին կարողանում գտնել, մի շաբաթ հետո գտնում են, հասկանում են, որ մարդը մահացել է իր բնակարանում, չգիտեի, հարևանները չգիտեին։ Ես պատրաստ չեմ գնալ այս պայմաններին։ Եվ քանի որ ամփոփելով մի երկու մեր հայրենակից գրել են մեր հարցերին չպատասխանեցիք, Սիլվա Ալեքսանյան, Սյունիքը դառնալու է Թուրքիա, հարգարժան տղի Սիլվա, ես չեմ ուզում չարագուժակ ինչ որ բաներ ասել, բայց եթե այս քաղաքականությունը շարունակվեց, այո, Եգոր Աշոտը շարունակում է պնդել հիմա էլ Նիկոլի մայրիկը ով է եղել, ես ձեզ հավատացնում եմ, կրկնում եմ, այն ինչ որ հրապարակվում է մամուլում, դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը եւ ուրեմն հայրենիք, հա, օկտատերը գրում է, որ չեք կարծում, որ հա արդյոք ճիշտ է հույսը դնել ժողովրդի վրա եւ հասնել ընտրության, կարծում եմ մեծ ռիսկ է վստահել մեր պետության գոյությունը հասարակ ժողովրդի, հարգարժան օկտատեր, գլոբալ առումով դուք ճիշտ եք, բայց այլ տարբերակ չկա, մենք չենք կարող այն մարդուն, ով ասում է թուրքը գա իմ երեխեքին մորթի մենակ Նիկոլը մնա, կամ այն տատիկին, ով ասում է իմ երեխեքի կյանքից 10-20 տարի վերցնեմ տամ Նիկոլին, նրան չենք կարող ընտրել ընտրական իրավունքից, ես անձամբ կողմ կլինեի, որ այդ մարդիկ ընտրելու իրավունք չունենային, երբ որ պատգամավոր էի, ես շատ եմ ուսումնասիրել աշխարհի փորձը, որպիսի ընտրական ֆիլտրեր դնենք, որ թուրքը գա իմ երեխուն մորթի, մենակ Նիկոլը մնա ասողը ընտրելու իրավունք չունենա եւ իմ փոխարեն, ձեր փոխարեն մեր երկրի ճակատագիրը չորոշի, ցավոք սրտի ամբողջ աշխարհում այդպիսի ընտրական ֆիլտրեր չկան, եթե նա ճանաչվել է ամմեղսունակ, այսինքն ամմեղսունակ չի, ընտրական իրավունք ունի, բայց ես ուրեմն պարոն Խաչիկյան ձեզ բարևներ, ես ուզում եմ հավատալ, եկեք տենց ծայրահեղ բաների չգնանք, ես ուզում եմ հավատալ, սրանով ամփոփենք, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը հունիսի 7-ին տանը չի նստի, չի ընտրեն քաղաքական ուժերին ընդդիմադիր, ովքեր անցնելու շեմը հաղթահարելու շանս չունեն եւ չի փոշիացնի ձայնը, իսկ եթե ես նորից եմ ասում, սիրելի հայրենակիցներ, կգնաք եւ կընտրեք նորից այս ռեժիմին, ընտրությունը ձերն է, ես որպես ՀՀ քաղաքացի պարտավոր եմ լինելու, հարգելու, ինքնասպան լինելու ձեր իրավունքը, հա, այս էվտանազիայի նման մի բան է, էվտանազիայի, դա ձեր իրավունքն է, դա ձեր իրավունքն է, ինչ ասեմ։ Այո, եթե մի ամբողջ ազգ ուզում է ինքնասպանություն գործի,
Մենք ինչ կարող ենք անել։ Ոչ մի Ես բան։ հունիսի 7-ից հետո Աստված չտա, եթե սատանան նորից ընտրվի Թուրքիայի, Ֆրանսիայի եւ ուրիշ երկրների օգնությամբ, հատուկ ծառայությունների օգնությամբ, որոնք Facebook-ի էջեր են փակում, ալգորիթմներ են փոխում։ Այո, ինձ մոտ կատաստրոֆա է, այո, իմ Facebook-ը կատաստրոֆա վիճակում է։ Այդ դեմոկրատիան տեսար իրանց, հա։ Եթե էլի այս ռեժիմը ընտրվի, ես այլևս որևէ ասելու բան չունեմ, թող լինի այնպես, ինչպես ուզում են իր աղանդի անդամները։ Թող իսկականից Թուրքը իրանց մորթի մենակ այս անձը մնա իշխանության։ Եթե դուք այդպես եք ուզում, թող այդպես լինի։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, ամփոփելով տեսնում ենք, որ քարոզարշավը մտել է շատ ակտիվ փուլ, մեր հաջորդ հանդիպումը վաղը չէ մյուս օրը, այսինքն չորեքշաբթի օրը ուղիղ ժամը 1-ին, չորեքշաբթի օրը ժամը 1-ին միացեք մեր ուղիղ եթերին, վստահ եմ այս քանի օրը էլի լիքը արտարոց զարմանալի անտրամաբանական բաներ ենք տեսնելու, կուտակեք ձեր հարցերը, բոլոր հարցերին կպատասխանենք, շնորհակալություն։ Ես կառաջարկեի, որ մենք սկսենք ուղղակի հարցերին պատասխանել, որպեսզի Այո, եկեք այսպես անենք, այո, եկեք ուրեմն այսպես անենք, պայմանավորվում ենք շաբաթը մի օր, օրինակ չորեքշաբթի օրերը ամբողջապես նվիրում ենք հարցերին եւ այսպես չորեքշաբթի ժամը 1-ից սպասում ենք ձեր հարցերին, շնորհակալություն։ Շնորհակալություն։